Հայկին ամեն մի հարցունի մի պատասխան։ Այսօր կխոսենք հայ կնոջ մասին, հայ կինը ինչպիսին է եղել բոլոր դարերում, 78,000 տարի, իսկ վերջին 5,000 տարին դրանից ավելին չեն կարողանում հաշվել, որ հայ կնոջ գենը չի փոխվում, և մի քանի հարցերի մասին։ Առաջինը խոսենք հայ կնոջ մասին, ըստ հայ աստվածների արժեքները, ըստ հայ աստվածների մեր 34-րդ էտապի սկզբից մինչև ԼՏՊ տականքի Լևոն Տեր-Պետրոսյանի այդ կառավարությունը հայ կինը եղել է և մնում է հայի համար սրբության սրբություն։ Ինչ է նշանակում սրբություն։ Սրբություն դա նշանակում է բացարձակ մաքրություն։ Միայն Լևոնի ժամանակ, երբ որ սկսեց ցուրտ ու մութ տարիները, սովը գողացավ մարդկանց բանկերում եղած գումարները, շատ կանայք ստիպված դարձան պոռնիկներ, մի շարք դեպքերի նաև ես եմ ականատես եղել, ինչպիսի կանայք ինչ են դարձել, թեպետ կարող էին չդառնալ, մի մասն էլ մեկնեց Թուրքիա, Աման կամ Էմիրատներ և սկսեցին իրենց վաճառել, բայց հայ կինը 80,000 տարի համարյա, 78,000 տարի եղել է սրբության սրբություն և ամենաբարձր աստիճանին է գնահատվել։ Ինչ է նշանակում սրբություն։ Անձեռնմխելի, մաքուր և դաստիարակված այնպես, որ նույնիսկ մտքով չդավաճանի կամ երևակայությամբ չպղծի իր սրբությունը։ Սա շատ կարևոր է։ Նույնիսկ տղաներ և աղջիկներ երիտասարդ հասակում զբաղվում են անանիզմով կամ մտքով ինչ-որ մեկի հետ փորձում, մտքով միայն, գաղտնի իրենց մտքում հարաբերություն ունենալ, երազախաբ լինել և այլն, հենց դրանց մասին է խոսքը, պետք է լինի բացարձակ մաքուր։ Այդ բացարձակ մաքրությունը այլ հատկություններ է տալիս նրան, բարձրացնում է նրա արժեքը։ Բացի դա կխոսեմ նաև երեխաների մասին, ինչպիսի երեխաներ են ունենում այդ մաքուր կանայք։ Հայ կնոջ համար մեկ տղամարդը շատ է։ Այսինքն հայ կինը պետք է տեսնի և զգա միայն մեկ տղամարդու, այսինքն իր ամուսնուց բացի ուրիշ տղամարդու հետ սեռական կապ չպետք է ունենա։ Իսկ ինչպես ասում է հին հայկական աստվածների ասացվածքը, երկուսը քիչ է։ Երբ որ կանայք սկսում են կամ տղամարդիկ երկորդին փորձել, անցնում երրորդին և այլն, այդպիսով պղծում և նրանցից նորմալ երեխաներ չեն լինում, բացի դա արդեն նրանց միտքը և մարմինը ապականված է։ Հայ կինը պետք է զբաղվի միայն կնոջը հարիր գործերով, ոչ ավելին։ Ինչը կինը պետք է կատարի, դրանից ավելին նա չպետք է կատարի։ Տղամարդու գործեր կինը երբեք չպետք է կատարի, կինը միայն կանացի գործեր պետք է կատարի։ Դա և նրա ֆիզիկական և որ կարողանա նաև առողջ երեխաներ ունենալ, նաև նրա հոգեբանության վրա է ազդում, երբ որ տղամարդու գործ է անում։ Հայ կինը պետք է դաստիարակի մինչև 7 տարեկան երեխաներին, իսկ դրանից հետո պատրաստի աղջիկ երեխային։ Աղջիկ երեխայով նա միշտ պետք է զբաղվի, իսկ տղա երեխաներով մինչև 7 տարեկանը, որից հետո տղամարդը պետք է զբաղվի տղա երեխաներով։ Եվ ինչպես նշել եմ և նորից կրկնեմ, հայ աստվածների ժամանակ մարդիկ կիլոմետրերով չէին գնում աշխատում։ Եթե դարբին էր, իր տան մոտ էր, տանը կպած էր իր դարբնոցը, եթե քարտաշ էր, նույնն է, և այլ գործեր, գյուղացին իր տանը կպած հողամասն էր մշակում, այնպես էին դա դասավորել, որպեսզի ծնողները անընդհատ երեխաների հետ կապված լինեն։
Բայց այստեղ կա նաև մեկ երևույթ, որի մասին կուզեի խոսել, օրինակի համար Ալեքսանդր Դյումային բոլորդ էլ նրա նաև 3 հրացանակիրները դիտում եք, դա բրուտների ստեղծածն է, որպեսզի ապականի Ֆրանսիայի թագավորներին։ Ինչպես գիտենք, Լյուդովիկոսները, որպեսզի փողոցները աղբով և կեղտով չլցվեն, հնարեցին զուգարանը այնպես, որ ջուրը մնալով ոչ հոտ է գալիս և այլն, և մինչ օրս միայն այդ մեխանիզմն է օգտագործվում զուգարաններում։ Բայց դա չի Լյուդովիկոսի կատարած ամենամեծ հայտնագործությունը։ Ամենամեծ հայտնագործությունը Լյուդովիկոսի կայանում է նրանում, որ նա իր կնոջից, քանի որ նրանք թագավոր թագուհի էին, անընդհատ կարող էին իրար կողքին լինել, որոշ ժամանակ մեկն էր գնում այլտեղ հանգստանալու կամ մյուսն էր գնում, նույնիսկ իրար հետ էլ չէին քնում, երբ որ պետք էր լինում իրար գիշերը հանդիպել, այդ ժամանակ էին հանդիպում։ Ինչի համար էր նա մշակել այդ մեխանիզմը։ Ինչպես նշել եմ, նյուտոնյան այդ ձգողականությունը, գրավիտացիան, դա սուտ է։ Եվ ոչ միայն տիեզերական մարմինները ունեն իրենց էֆիրյան դաշտը, նաև մարդը ունի։ Եվ երկար ժամանակ իրար հետ լինելով ստեղծում է նաև վանողականություն, որպեսզի այդ վանողականությունը չստացվի, այլ ստացվի միայն, որպեսզի մարդիկ իրար հոգով, սրտով, թե նաև սեռական ձևով իրար ձգեն, որոշ ժամանակ նրանք հեռացել են իրարից, 10 օրով, մի քանի օրով, ամսով և այլն, և դա նրանց Լյուդովիկոսի ամենամեծ գյուտերից մեկն է, որը մենք միշտ գնահատել ենք և հայ աստվածները գնահատել են մինչ օրս, նաև 111-ը գնահատում է շատ բարձր, որ դա ոչ թե արվել է նրա համար, որպեսզի ինքը ուրիշների հետ ուրախանար այլ վայրում, այլ դա իրականություն է և այդ իրականությունը տալիս է մարդկանց հետագայում, որպեսզի իրար ճանաչեն և իրար ավելի փորձեն ձգել իրար։ Հայ կինը պիտի սիրով և իր ցանկությամբ ամուսնանա, մինչև բրուտների գալը, այսինքն արդեն սկսած Ռուսա և այլն, Տիգրան Մեծ և այլն, մինչև այդ հայ կինը ամուսնացել է իր ցանկությամբ, որպեսզի ծնի ազնիվ և խելացի երեխաներ, դրա համար է իր ցանկությունը այդտեղ, նաև որպես մարդ, տարբերություն չկա կին թե տղամարդ, պետք է նախ ցանկանա, պետք է նաև սեր առաջանա և հայ աստվածների մեջ նաև սիրո գաղափարն է շատ մեծ դրված եղել։ Իսկ եթե հայ կինը զարգացած է, ապա նա կարող է զբաղվել գիտությամբ կամ ստեղծի կանացի արհեստներ։ Հայ աստվածների մեջ նաև շատ կին աստվածներ են եղել, տարբեր ճաշատեսակներ կամ ձեռագործություն և այլն տարբեր բաներ հնարած, դա հայ աստվածուհիների հնարածն է, այդ ասեղնագործություն են ասում և այլն նման գործեր։ Ինչ եմ շեշտում հայ կինը, բացի դա հայ կինը նաև պետք է իրեն վայել պահի, այսօր երբ որ դիտում ես, թե այդ հաղորդում վարող կանանց, նաև այն մեկը հայելի է, թե ինչ է, այն լկտի ձևով, ճվալով, Նիկոլին այսպես, այնպես, նաև ձայնի մեջ հայ կինը պետք է ունենա կնոջ հատուկ ձայն, ոչ թե լիրբ ձևով բղավեն և այլն և այլն։ Մի դեպք պատմեմ, որպեսզի հասկանալի լինի։ Մայրս միշտ նա և համեստ կին էր և քչախոս, երբ որ կանայք հավաքվում էին
երեկոյան մեր միացյալ թաղամասի անկյունում զրուցում, տղամարդիկ ինչ-որ խաղ խաղում, երեխաներս այլ խաղ, մայրս ընդհանրապես չէր գնում, գնալուց էլ մի 5-10 րոպե հետո վերադառնում էր, իրեն հետաքրքիր այդտեղ բան չկար։ Մի օր մայրս գործից գալիս է, հեռվից ես տեսնում եմ, որ ինքը գալիս է, բայց մեր տնից մեկ փողոց հեռու, մենք բարձր տեղ էինք ապրում, երկու խումբ տղաներ իրար ծեծում ջարդում էին, կարելի ասել մարդասպանություն էր տեղի ունենում։ Հենց նրանք տեսան, նրանցից մեկը տեսավ մորս, ասեց, որ մայրս գալիս է, ոչ թե իմ պատվին կամ հորս պատվին, այլ մորս հենց։ Նրանք կանգ առան, կռիվը կարծես կադրը կանգնացրեցին, երբ որ մայրս խետ-խետ նայելով իրենց մոտով անցնում էր, բոլորը բարևեցին, ուրեմն ես նայում եմ պատոհանից, հենց մայրս տուն մտավ, դուռը փակեց, իրար սկսեցին նորից հեր, մեր, հայհոյելով իրար ծեծել, ջարդել, նույնիսկ նրանցից մի քանիսի մայրերը եկան, մի քանիսը մոր մոտ ասում են, մամ, սպասի ես սրամերը այսպես պետք է անեմ, ինչի համար եմ ասում, հայ կինը նաև պետք է իր բարձրությունից չիջնի, նա պետք է իրեն միշտ բարձր պահի, եթե հայը կինը իր բարձրությունից իջնում է, դա ամենասարսափելին է, ամբողջ երկիրը կարող է իր բարձրությունից իջնել և այսօր ինչպես իջել է, իսկ եթե Լևոն, թե մնացած այդպիսի տականքներ էին, հայ կինը իր բարձրությունից չիջներ, նրանք նույնիսկ վատ կզգային, բայց հայ կանանց մեծ մասը սկսեցին լևոնականներ, սերժականներ, ռոբականներ, նիկոլականներ իրեն ծախել ամենազզվելի ձևով, աշխարհի ամենավերջին պոռնիկի նման կամ գցնվել ամենագցնվող տականքի նման, որպեսզի աշխատանք ունենան, հենց դա է, որ նրանք հայ կնոջ հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն։ Շատ կարող եմ խոսել այդ մասին, հայ կնոջ արժանիքների և գենի մասին, բայց գենը չի կարևոր, հայ կնոջ գեն են ասում, բայց դաստիարակությունն է կարևոր, դաստիարակությունը մտել է նրանց հոգու մեջ և մեծ մասի մոտից դա երբեք դուրս չի գա և փոխանցում է իրենց աղջիկ երեխաներին։ Կին և տղամարդ, երբ կինը և տղամարդը սիրով են ամուսնանում և մաքուր են ֆիզիկապես կույս և մտքով կույս, ապա նրանց երեխաները ստանում են ավելի մեծ ինֆորմացիա տիեզերքից, օդից, ջրից, նրանց մեջ կուտակված հիշողությունը և ավելի լավ մարդ են դառնում։ Ես նախորդ ֆիլմը ինձ մի քանի անգամ խանգարեցին հյուրերը կամ չկարողացա լրիվ ասել, հիշողությունը դա մեզ փոխանցվում է տիեզերքից, փոխանցվում է օդի միջոցով, ոչ թե օդի, այլ դաշտի միջոցով, էֆիրի միջոցով, ինչպես նաև ջրից է փոխանցվում մեզ, այդ ամենը, նաև հողից է փոխանցվում, և ինձ թվում է, որ ես երբ որ տիեզերքի գյուտի այդ վերջնական լուծումը գտնում է, այդ ժամանակ գտնվում էի մի փողոցում, դուրս գալով մեր տանից մի քանի փողոց անցնելուց հետո զբոսնում էի երեկոյան, հանկարծ ինչ-որ բան նկատեցի և հենց դրա մասին մտածելով գտա վերջնական գաղտնիքը, ինձ թվում է ինչ-որ մեկը ինչ-որ ինձ հուշեց, թե այդտեղ այդ առարկայի շարժումը ինձ դա հասկացրեց, որ դա այդպես է, դրա համար մեկն կճվի, ամեն հարցի համար էլ կա պատասխան, ամեն տեղից էլ կարող ենք դուրս գալ, ամենակարևորը խելքով պետք է մտածել,
ոչ թե մտածել աղոթելով կամ սրան նրան խնդրելով։ Նշանակություն չունի ծնողները գիտնական են, թե գյուղացի են, և ցանկացած նման մարդկանցից կարող է ծնվել, եթե մաքուր են, կարող է ծնվել մաքուր և շատ խելացի անձնավորություններ։ Ես մի քանի հայ գիտնականների ծնողներին ուսումնասիրել եմ և նաև դա է ինձ տվել այդ մեծ, բացի դա Վարուժան անունով 111-ից մեկը, որը զբաղվում է դրանով, նաև նա ասեց, որ դա ճշմարտություն է, այդքանը միայն այդ ճանապարհով են ստացվում կատարյալ խելացի ազնիվ մարդիկ։ Հարգանք և պատիվ են դաստիարակում անվախություն, ազնվություն, աննաչառություն և ուժեղ կամք։ Երբ որ կինը և տղամարդը այդպես են դաստիարակված լինում, նրանց մոտ այդ ամուսնությունը դառնում է կատարյալ։ Բացի դա, երբ զույգը ունի ըստ հայ աստվածների իրենց տրված հողամաս և տուն են կառուցում, և հավիտյան դա իրենցն է, ապա նրանց հոգիները հանգիստ է և զբաղվում են բացի իրենց կարիքները և հոգսերը, այլ լավ գործերով և ստեղծագործում են։ Քանի որ երկրագունդը դա բոլորինն է և հայ էթնոսի տարածքը դա մերն է, ապա հայ աստվածները տալով նրանց, որ սա քո տարածությունն է, սա քո տարածությունն է, մարդիկ ամբողջ կյանքում վստահ են եղել, հանգիստ են եղել, որ և ուտելիքը ունեն, և տանիքը ունեն, և ամեն ինչ, և դրանով կարողացել են նաև ստեղծագործ լինել, գործունյա լինել, ստեղծել։ Բնությունը և երկիր մոլորակը բոլորինն է, ամեն մեկը իր էթնոսում և չպիտի խանգարի այլ էթնոսի կամ կենդանիների էթնոսի տարածքները, քանի որ դա մերը չէ։ Ինչը մեզ տվել է բնությունը, տիեզերքը, դա է մերը։ Ուրիշներինը մենք իրավունք չունենք։ Եթե վերցնենք էլ հետագայում մեր վերջին սերունդը, երբ որ կլինի նորից 0-ից սկսում 35-րդը, ապա այդ ամենը դառնում է սին։ Ապահով և հանգիստ անվախ վիճակը դա ընտանիքի ամենակարևոր հատկանիշն է։ Ես հայ աստվածների տրվածներն եմ կարդում։ Հայ աստվածները ճշմարտության ջատագողներն են եղել, և նրանց ստեղծածը մարդկության համար անկրկնելի է եղել և սուրբ, և մինչև օրս հայ աստվածների ստեղծածը անքննադատելի է, քանի որ նրանք գիտականորեն են ամեն ինչ տվել, և եթե փորձում ես նույնիսկ դրանք արհամարհել, ապա արհավիրքը գալիս է քո դուռը։ Ինչպես նաև բրուտի և շատերի դուռը արդեն մոտ է գալիս այն արհավիրքը, որ նորից սկսում ենք 0-ից, և բացի 0-ից սկսելը, ինչ որ ունես, այդ ամենը սին է դառնում, ոչնչանում է այդ ագահությունդ, ագահության վերցրածը, կամ թեկուզ մեր այդ 4 նախագահներ կամ նրանց այդ լամուկները, ովքեր գցնվելով աշխատել են, այդ ամենը սին է։ Եվ եթե մարդը նորմալ մտածի, ապա մարդը օրվա մեջ ուտում է 2-3 անգամ, թող լինի 4 անգամ, թող ամենաթանկ ուտելիքներն ուտեն, ամենաթանկ տանն ապրեն, ամենաթանկ մի քանի մեքենան ունենան, ամեն օր շուրջ կոշիկ փոխեն, բայց եթե գողացել են Հայաստանից 200 միլիարդ, 200 միլիարդը դա ահագին գումար է, այսինքն նրանց ներում չկա, և այդ մասին նույնպես կխոսեմ այժմ։ Այժմ մի քանի հարցերի մասին՝ հիշողություն և հալուցինացիա։ Սա երկիր մոլորակն է, սա լուսինը, կոնկրետ մասշտաբային չափով նրանց տեղադրել եմ ըստ նրանց հեռավորության, իսկ սա երկրագնդի մագնիսական դաշտը, ճիշտ է այսպեսին չէ, բայց չափը այսքան է։ Երբ որ
առաջին անգամ ռուսները, հետո ամերիկացիք թռցնում են տիեզերք, նրանք 100-105-10 կիլոմետր հեռու երկրագնդի կեղևից հեռավորության վրա կատարում են պտույտ երկրագնդի շուրջը և նրանք միշտ գտնվում են երկրագնդի մագնիսական դաշտում, իսկ երբ որ ամերիկացիք թռան լուսին և արդեն նրանք դուրս եկան այս տարածությունից անցնելով լուսին նորից վերադառնալով, ապա Արմստրոնգը և մի քանիսը հալյուցինացիաներ և շատ հիմարություններ էին դուրս տալիս, դա ինչից է գալիս, և այսօր իբր փորձում են Մարս թռչել, քանի որ սա երկրագունդն է և նրա մագնիսական դաշտը, նրանից դուրս գալով քո հիշողությունը ջնջվում է և հալյուցինացիաներ են առաջանում, և դրա համար եմ ասում, երբ որ մարդիկ ասում են այլ տեղ ինչ-որ կյանք և այլն, նախ ամենամոտ մեզ օբյեկտը դա լուսինն է, որը 384,000 կիլոմետր հեռավորության վրա է մոտավորապես փոխվում է ինչ-որ չափով, դա չի կարևորում, ապա նույնիսկ այնտեղ չեք կարող բնակվել, քանի որ լուսինը չունի մագնիսական դաշտ և որոշ ժամանակ հետո կորցնելու եք հիշողությունները, ընկնեք հալյուցինացիայի մեջ, դրա համար արագ գնացին և հետ եկան, մի քանի անգամ նորից փորձեցին դա և հասկացան, որ այդպես է, իսկ կարող են նաև և ռուսները, քանի որ և ամերիկացիք, քանի որ հիմա կա նաև Կալիֆորնիում այդ նյութը, որը ստացվում է ուրանից, 16 տոննա ուրանից 1 գրամ է ստացվում, 0,1 գրամ, և եթե դուրս գան և գտնվեն օրինակի համար հեռուստատեսային այդ արբանյակների ուղեծրի վրա, ապա նրանք անդադ կարող են նույն կետին դիտել, երկրի հետ սինխրոն նրանք կարող են պտտվել, բայց այստեղ արդեն չկա մագնիսական դաշտ և նրանք հալյուցինացիայի մեջ են ընկնելու, ապարատները կարողանում են և հեռուստատեսային այդ ապարատներով նաև նկարանում են իրենց ամբողջ տարածությունը ինչ-որ չափով, իսկ մոտ թռչողները, երբ որ նաև տիեզերագնացներ կան, նրանք մագնիսական դաշտից դուրս չեն գալիս, փորձում են որքան հնարավոր է երկրագնդին մոտ, և հիշողությունը սրանից առաջ ասացի նաև, որ հիշողությունը դա մարդիկ ստանում են տարբեր եղանակներով, և եղանակները շատ են, բացի օդը, ջուրը, տիեզերքից եկող և էֆիրը և ջուրը և հողը, նաև այլ մեթոդներ կան, որ նաև մեկից մյուսին է անցնում, և դրանք շատ են, և մենք այսօր հայրենիք ենք կորցնում, այսօր դրա մասին խոսելը ժամերով զրույց կլինի, եթե այդ մասին խոսենք, թե ինչպես նաև հնարավոր է ծառից, քարից և այլ ինչ-որ նյութերից կամ երկար դիտելով ինչ-որ մի հնագույն տեղ գտնել գաղտնիք և այլն, դրանք այլ թեմաներ են և այդ թեմաներով 111-ը նույնպես զբաղվում եմ, նաև պատասխանել եմ օգտատիրոջ հարցին, բայց աստղագուշակություն և բախտաբացություն, նաև այս մասին խոսեմ, աստղագուշակություն դա հիմարություն է և կան, որ ասում են Յուպիտերն ու Նեպտունը գտնվեցին մի գծի վրա, դա գիտեք ինչ է լինելու, այս ինչ օր է, այս ինչ ժամին, այդ հիմարությունները Յուպիտերն էլ, Նեպտունն էլ, մնացածն էլ բոլորը պտտվում են Արեգակի շուրջը, ոչ թե պտտվում են իրականում Արեգակի շուրջը, նրանք գտնվում են Արեգակի էֆիրում, և մասնակիորեն Արեգակն է պատճառը և տիեզերքի ուժերը, որոնց մասին չեմ խոսում, նաև նրանք են պատճառը, որ նրանք այդ ուղեծրով շարժվում են, և այստեղ նրանց ուղեծիրը կախված է Արեգակի չափերից, իսկ նրանց
շարժումը կախված է տիեզերքի այդ ուժերի արագությունից, թե որքան են արդեն նրա ուժը, իսկ նրանք որքան հեռու թե մոտ են գտնվում, նաև ասել եմ տիեզերքի օրենքներից մեկը ավ է քառակուսին հավասար է կոնստանտ եւ այդ ձևով բոլորը պատտվում են, դա կապ չունի ինչ-որ աստղագուշակություն անեն, իսկ եթե փորձում են նույնիսկ աստղերով գիտնականները եւ հայ աստվածները եւ հիմա գիտնականները օրինակի համար պետք է որոշել ինչ-որ մի բան, նրանք վերցնում են հեռվում կետ ինչ-որ մի աստղ եւ այդ աստղի նկատմամբ դիտում են օրինակի համար արևը եւ դիտում են Սատուրնը օրինակի համար եւ դիտում են անընդհատ այս կետի հետ նրանց անկյունը ինչպես է փոխում, այսինքն արեգակը ուր է շարժում, նա ուր է շարժում, միայն դրա համար է օգտագործում, իսկ եթե մտածում եք, թե աստղագուշակներ կան, դա հիմարություն է, դա բրուտի ստեղծված տականքություններից մեկն է, նույնը բախտաբացության համար մի դեպք պատմեմ, որպեսզի նաև ձեզ համար հասկանալի լինի եւ ձեր գումարները չտաք նաև այդ տականքներին, հարևաններիցս մեկը ուժեղ գլխացավ ուներ եւ մեծ գումարներ էր տալիս Թիֆլիսում ինչ-որ մեկի, որը իբր բախտը բացում էր եւ որոշ ժամանակ նրա գլխացավը իբր անցնում էր։ Մի անգամ գնալուց արդեն ասեց, էլ փող էլ չունեմ տալու, ասի ես կամ ձեզ հետ գնացինք եւ այս բախտագուշակը չէ միայն ինքը ներս կա, ասեց հեռվից են եկել, թող մարդիկ կան նստեն հանգստանան, չեն խանգարի։ Այն մյուս սենյակում մենք նստեցինք, երբ որ նա արդեն պետք է հարևանիս նայեր, ինքը օй գլուխ սկսեց ցավել, գիտես ինչ վատ վիճակում ես հիմի, քու գլխացավը անցավ ինձ, գնամ մի փոքր ջուր խմեմ գամ։ Այդ պահին երեսս թրջեմ, այդ պահին նա անցավ իրենց բաղնիքը, ես սուսուփուս մտա զուգարան եւ զուգարանի եւ բաղնիսի արանքի այդ պատը լրիվ չէր շարած, այդ ժամանակներում կոմունիստական այդ շենքերից կհիշեք։ Եվ գախնի նայեցի, ինչ էր կատարում այդ տականքը։ Ուրեմն օճառով ձեռքի վրա գրեց այո կամ ոչ։ Եվ եկավ հարևանիս եղբայր ջան, գրի թղթի վրա ինչ ես ցանկանում եւ ես կդիմեմ Աստծուն եւ կստանանք պատասխանը, լավ է թե վատ։ Սա գրեց, որ ցանկանում եմ գլխացավս անցնի, սա ես թուղթը վառեց ձեռքերի մեջ, հիմա քսեմ ձեռքիս, Աստված ձեռքս խաշվում է, քսեց ձեռքին եւ քանի որ սապոն կար այդ մասում երևաց այո գլխացավդ կանցնի։ Ասեցի դե հիմի քո գլխացավն էլ ես եմ անցկացնելու։ Գնացի սապոնը բերեցի, վայ շատ եմ խնդրում, մեկ ասի, այսքան հերթ կա, ասացի հերթը մեզ չի հետաքրքրում, այս մարդ ինչքան գումարա տվեք, մենք գնում ենք այստեղից։ Ես չեմ ցանկանում քո տականքությունները լսել։ Դրա համար նման բաներից նաև զգուշ է, ոչ թե այդ խաբեբայությունից, քաղաքական գիտության եւ այլն, նաև նման շարլատաններից զգուշ եղեք։ Նաև այս տականքի մասին ցանկանում եմ մի երկու խոսք ասել։ Իբր նա ստեղծեց հարաբերականության տեսությունը։ Այդ տականքներ նույնիսկ փոքր հասակում ցանկացած երեխա գիտի, ինքը այստեղ կանգնած է։ Այս նկարը վերցնենք, ինքը այստեղ կանգնած է։ Այստեղ ընկերը վազում է, այստեղ էլ են մյուս ընկերն է վազում։ Պարզ է, որ իր նկատմամբ երկուսն էլ վազում են ինչ-որ արագությամբ։ Այս մեկի նկատմամբ այլ է, այս մեկի նկատմամբ այլ է, կամ գտնվում ես գնացքում, գնացքի նկատմամբ, երբ որ դու քայլում ես, այլ է, իսկ եթե գնացքը շարժում է, դու կանգնած ես, այլ է, այդ հարաբերականության տեսությունը որն է։ Մարդիկ դա
100,000-ավոր տարիներ գիտեին եւ իբր էս տականքը գյուտ արեց եւ տիեզերքի գաղտնիքը բացատրելուց նաեւ էս տականքին կզրոացնեմ նրա համար, որ ասում է տիեզերքում կան այսպիսի տարածություններ եւ դրա համար տիեզերքը այդպես շարժվում է կարծես թե այստեղից գալով այնքան արագություն ունի գալիս է նորից այստեղ այս ձևով սա է պատճառը ըստ իրեն որ տիեզերական մարմինները գալակտիկաները նման ձևով են շարժվում թեպետ ինքը եղել է միայն գյուտերի գրանցող եւ գերմանացիների գյուտերը այդ ատոմային զենքի գծով ինքը գողացել էր միայն այդ է իրենը ուրիշ այդ գողությունը մնացածը իրեն կպցրեցին բրուտները դարձնելով իրան եւ նյուտոնին համաշխարհային բայց այստեղ համաշխարհայնության ոչ մի բան էլ չկա այժմ ասնենք 99%-ին այս կարևոր հարցին երբ որ Հայաստանում այս օրերին հատկապես դիտարկում են բոլորին 99%-ը Հայաստանում չգիտես ինչի թե լևոնականներ թե այս բոլոր խաժամուժը սրանց հաչում են որ Նիկոլը Արտասամանյան թուրք ադրբեջանական ամերիկյան գործակալ է մի մասն էլ ռուսական գործակալ է այ ոչխարներ բոլորդ էլ գործակալ եք եւ բոլորդ էլ Նիկոլին գիտեք եւ բոլորդ էլ գիտեք որ Նիկոլը Հայաստանը հանձնում է եւ բոլորիդ վրա էլ բրուտները այնքան գործ ունեն նույնպես ռուսները որ ավելի լավ է վաղուց ձեզ գլխից խփեիք գոնե ձեր երեխաները հանգիստ ապրեին քան այս վիճակով այդ բոլորը ապրում եւ ձեր ծաղրացումներից մինչեւ առաջինից մինչեւ վերջինը սկսել են Նիկոլ քննադատել եւ ձեզ սրբացնել կամ բոլորդ էլ նույն տականքն եք ինչ տարբերություն է այստեղ որն է այստեղ հարցը եթե Հայաստանի 99%-ը քննադատում է այս ամենը եւ բոլորն էլ գիտեն օրինակի համար Ալիևը ինչ ասում է Նիկոլը կատարում է Էրդողանը ինչ ասում է Նիկոլը կատարում է Եվ այս տականքը հատկապես այս երկուսը սրան չեմ ասում բոլորդ այս երկուստ էլ լավ գիտեք եւ բոլորդ էլ գիտեք որ հրահանգը գալիս է այստեղից գալիս է եւ սրան գալիս է եւ սրանք Նիկոլին ինչ ասում են Նիկոլը այդ ամենը կատարում է որ եկեղեցի քանդումը նաեւ բրուտի գործն է եկեղեցին քանդել քանի որ Եթե հայկական եկեղեցին լինի նաև կաթոլիկ եկեղեցի ենթարկվի Հռոմին, այդտեղից հայերը բոլոր հարստությունները Հռոմին կտան, Հռոմի պապը կտա Ռոշվիլդին, Ռոշվիլդն էլ կուղարկի բրուտին, եւ դրանով այդ հարցն էլ կփակվի եւ Հայաստանի հարցը այսօր փակում են։ Բոլորդ էլ գիտեք, որ Հայաստանի հարցը փակում է եւ այդ կուսակցություններում կամ սրանց մնալը կամ այս ծաղրացությունը անելը մինչև վերջ որն է ձեր նպատակը այլ լրբի լակոտներ որ բոլորդ էլ գիտեք որ Հայաստանը տալիս են մի մասն էլ այսօր սկսել է ելույթ ունենալ Տրամպը այսպես ասեց Պուտինն այսպես պատասխանեց Պուտինն այսպես ասեց Տրամպն այսպես ասեց դա նրա համար է որ Տրամպն ասեց որ Կովկասը Պուտինինն է նրա հսկողության տակ պետք է լինի իբր Հայաստան, Վրաստան, Ադրբեջան Պուտինը պետք է նայողա լինի արդեն Հայաստանը տվել են միայն մնացել է կիսեն թե որն է թուրքինը, որն է բրուտինը իրար մեջ կիսելով եկեղեցիների եւ հանքերը եւ այլն մնացածը տարածությունը տալով սրանց կանգնել այսօր այլ բաներ եք խոսում Բրուտի լեզվով Տրամպը շատ է ծաղրացուն արտահայտվեց Էրդողանը Թուրքիայում ինչ գտնվում է դա քոնն է եւ այսօր նորից ժողովրդին հանգստացնելով ստում եք որ սա այսպես է սա այնպես է ժողովրդի գրպանը նույնիսկ Օսմանյան կայսրության ժամանակ ամենաղքատի գրպանը այսօր ավելի շատ գումար կար քան ձեր չինովնիկներից ինչ որ մի տականքի
որը $100-200 ձեզ վաճառվում է, եւ նրանք դրա համար էլ փրկվեց նաեւ Հայաստանը, իսկ այսօր որ փախակ այ ոչխարներ եւ մարդկանց թողեցիք եւ այսօր ստելով մինչեւ վերջին խազը ստելով կամ Նիկոլը ինչի է այդքան գումար վերցնում արտասահմանից, Նիկոլը գումար է վերցնում Հայաստանը կործանելու, բացի դա Նիկոլ է վերցնում, որից հետո իբր Էրդողանը այդ ծախսերը կփակի եւ Հայաստանը կմտնի Թուրքիայի միացյալ այդ Թուրանի մեջ։ Ինչի եք ամեն ինչ խեղաթյուրում խափում, ինչի չեք բարձրացնում, գոնե հարցը լինի, որ սա մեր էթնիկ հողերն է, որևէ մեկը ինչի չէ այդ մասին խոսում, եւ սա է հարցը, հարցերի հարցը սա է, ինչի չի խոսում, թեկուզ աշխարհը այսօր այս վիճակում է, նույնիսկ նագանը որ դեմ են տալիս, մարդը ասում է սա իմ տունն է, խփում ես խփի, բայց սա իմ տունն է, փաստաթղթերն իմն են, ինչ են սրանք մինչև վերջ ստում, եւ ինչի կաթողիկոսը գնաց ոչ Հայաստանում անցկացնի այդ իր ժողովը, Հայաստանի հարստությունները, եկեղեցու հարստությունները ինչ են անելու, ինչի չի որևէ մեկը, թեկուզ կաթողիկոս, բոլորդ էլ կեղտոտված անձնավորություններ եք, ինչի չեն խոսում որևէ մեկը, որ Հայաստանին այսօր տանում են վերջնականապես թուրքացում։ Եվ այս 99%-ը նաև ինչ է նշանակում։ Հայաստանում գտնվողների շատ քիչ մասը արդեն մեկնում է Ռուսաստան աշխատում, որոնք էլ մեկնեցին ռուսական թղթեր հանեցին, գնացին Ռուսաստան անմիշտ, իսկ մի մասը, որը Թուրքիա էր գնաց եկել, թուրքական ապրանքներ են այսօր վերում վաճառում, նրանց ուղղակի սրտովն են եւ Նիկոլը եւ այս բոլոր տականքները, որ դառնում են թուրքական վիլայետ։ Քանի որ դա նրանց արդեն այդյան առօրյայի մեջ մտել է եւ այս տականքը պատահական չէր, այս ամենը կատարում Հայաստանը բեռնաթափում, բոլորին դուրս հրավիրում, իրեն 700,000-ից ավել մարդ պետք չէր Հայաստանում։ Եվ այսօր այս 4 տականքները, որոնք 200 միլիարդից ավելի գողացել են, չեն մտածում, որ բրուտի համար, ինչպես Պուտինյան այդ չինովնիկների գումարները սառեցրեց, ոչ թե սառեցրեց, վերցրեց, սառեցնել ինչա նշանակում, էլ մտածում են, թե տալու է կամ ով է նրա դեմն առնելու։ Վաղն էլ սրանց էս բոլորինը սարցնելու է։ Դուք Հայաստանից գողացաք, ինքը ձեզնից տարավ, եւ բոլորդ էլ դարձաք, եւ ինքը սրանց չի թվում, որ հայերից մեկին ասելու է խփեք սրանց հերոս դարեք, առեք այսքան գումարն էլ խփեք։ 200 միլիարդից մի 2 միլիոն կտա հայերին կխփեն, 200 միլիարդը կգնա իրեն, այս ոչխարներին հայերը կխփեն, եւ այդպիսով հայկական հարցը կփակվի, եւ այսօր եթե ես խոսում եմ, ես չեմ խոսում միայն ազգասերների համար, նաեւ այս տականքներին, որ խելքներդ գլուխները թավակեք, դուք բրուտի հետ գործ ունեք, բրուտը այսօր դանիացիներին է խափում, շվեդներին դեմ տվեց, նորվեգներին դեմ տվեց, որոնք ամենաշատն են իրեն օգնել, ձեզ թվում է դուք նա հարազատ աղբերն եք, ձեզ էլ պետք է խնայի։ Մակեդոնացու նման տղուն, Նապոլեոնի նման տղուն տարավ երկուսին էլ թունավորեց, կամ Հիտլերին, հիմի ձեզ խնայելու է բրուտը, այդ գումարները լիմոնի նման մզելով մինչև վերջի կոպեկը ձեզանից տանելու է, հետո ասից սատկացրեք այս շներին, հայերդ սատկացրեք, այսքան է այս ամեն ինչի մասին, իսկ հիմա Ռուսաստան թե Թուրքիա, հիմա էլ մտածում են, Սալավյովը այսպես ասեց, Սալավյովն իրավունք չուներ, իսկ Էրդողանը երբ որ ասեց, Սալավյովը դա կառավարության մարդ չի, նա ինչ էլ ցանկանա կարա ասի, իսկ Էրդողանը երբ որ ասեց վերջին այդ լաշն է մնացել, բա մեկը կառավարության կամ հին կառավարության, որը իրավունք ունեք, մեկը չկար տղամարդ, որ ասեր լաշը ով այ բոզի տղա, այլա տեսնենք լաշը ես եմ թե դու ես, հայնա թե դու ես, դու հայի տերիտորիայում ես, իսկ այսօր այս խաղը, սա էլ է խաղ, որ սրան պատասխանեն, այ տեսեք հայերը ինչ ուժեղ են,
սենց քայլեր կատարեցին։ Իշն եմ ուզում այսօր ասել, արդեն վաճառել են Հայաստանը, այս մասին արդեն Թուրքիայում հայտնում են, որ Հայաստանի բոլոր եկեղեցիները պետք է անցնի Հռոմի Վատիկանի տիրապետության տակ, նրա հսկողությունը նրանց, այսինքն Հայաստանի տարածության մի մարզի չափը դառնում է նրանց, Հայաստանի հանքերը դառնում են բոլորը բրուտանական, իսկ մնացած այս քոչվոր տարածությունները արդեն ադրբեջանցի թուրք կբերեն կլցնեն, միքշել պակիստանցի եւ հայերը ավտոմատ արանքից կվերանան, իսկ մատենադարանի եւ այլ հարստություններ թուրքերը իբր իրեն կտանեն, բայց կտան բրուտին։ Այսօր կատարում են Հայաստանի վերջին վաճառքի վերջին թղթաբանությունը։ Իսկ ձեզ թվում է, որ նոր ընտրություններ են լինելու կամ ընտրություն։ Ճիշտ է, մի երիտասարդ ինձ քննադատեց, որ ինչ եմ ասում, միայն զինված ձևով պետք է սրանց հարցը լուծել, նա իրավունք չուներ, բայց ես իրավունք ունեմ խոսելու եւ ասում եմ, միայն զինված ձևով կարելի է այս հարցը փակել ընդմիշտ։ Բացի զինված ձևը նաեւ ին տարբերակը, եթե ձեր 200 միլիարդն էլ տակ բրուտը դրա դեմը վրներդ կթեքի կասի թեքեմ ձեր վրա էլ Հայաստանի վրա էլ պետքա վերանա եւ վերջ եւ դրա համար նրան համարժեք ձևով պետք է դեմ տալ պատին, համարժեք ձևով ամեն ինչը ունի իր պատասխանը։ Շատ դեպքերում երբ որ ասում են զենքի դեմը պետք է զենքով դուրս գալ, նա զենք ունի, ես ճշմարտություն ունեմ, նրա զենքը գործում է, երբ որ մարդիկ ստի վրա են հիմնված, իսկ ամբողջ աշխարհը, հատկապես Աֆրիկան, Ասիան, երկուսն էլ, Լատինական Ամերիկան, բոլորն էլ զզված են, Արևելյան Եվրոպան, բոլորն էլ զզված են այսօրվա իրենց իրավիճակից, ճշմարտությունն իմանալով բոլորն էլ ոտքի պետք է կանգնեն։ Իսկ դուք ինչ եք տալու այ ոչխարներ, բացի թալանը, կամ այս թալանչի թուրքական պոռնիկը, դուք ինչ եք տալու։ Եվ Արարատ լեռան գաղտնիքը եւ Արարատ լեռան արժեքը այս տականքին պետք է ներկայացնեն, որպեսզի այս տականքը ինքը վախելով սատկի, ոչ թե սատկի, այլ դողալով սատկի։ Եվ Հայաստանում այսօր գտնվողների 99%-ը այնպես է տրամադրված, որ արդեն տրամադրված են թուրքական վիլայետ լինելու, որովհետև եթե նայում ես սրանց տեսքին, հագ ու կապին, մտածելակերպին, սրանք բոլորն էլ թուրքական են։ Այս երկուսը թուրքերի տիրապետության տակ են ապրել, սա թուրքերի ադրբեջանցիների, սա թուրքերի, սա մերը թուրքի հետ սրան ունեցավ այս տականքին, պարզա, որ սրանք պետք է մտածեն այդ ցածր աստիճանի վրա։ Երբ որ ես ասում եմ, որ մարդը պետք է լինի խելացի, որպեսզի ղեկավարի ինչ-որ մի կազմակերպություն կամ երկիր, դա առաջին պայմանն է։ Հայ աստվածները երբեք, երբ որ մարդը եկել է, օրինակի համար եկել է բուրգից վերցել է ցորեն եւ դուրս է եկել, հարցել են, բայց ուր է ստանում, ինչ ես անելու դրանով։ Զարմացել են, թե բայց ինչ պետք է անեմ։ Բայց ինչ ես վերցրել, եթե չգիտես ինչ պետք է անես։ Ինչ ես երգիրը վերցրել քո ձեռքը, եթե չգիտես ինչ պետք է անես։ Եվ Հայաստանում մնացել են իրոք, երբ որ լրիվ տղաները գնացին անալիզ արեցին այս քանի հունվարից հետո այս քանի օրվա ընթացքում 99%-ը ովքեր որ ընդունակ են քվեարկության, նրանք բոլորը Թուրքիայում առևտուր անող կամ թուրքական ապրանքներ վաճառողներն են։ Նրանց համար տարբերություն չկա եւ ուրախությամբ են դա ընդունում։ Իսկ այդ ռուսական կողմը, դա որոնք Ռուսաստան են մեկնում, դա ամենից շատը դա Լորվա եւ Շիրակի մարզի մարդիկն են, այդ
Սպիտակի կողմի դրանք են Ռուսաստան շատ գնացող, իսկ մնացածը այդ բոլորը, որոնք Երևանին ավելի մոտ են, դրանք բոլորը Թուրքիան իրենց համար դա իրենց սրբությունն է, եւ այսօր մտածում եք, որ ընտրություններով Նիկոլը չի անցնելու, Նիկոլը տանում է թրքացման եւ բոլորին էլ ձեռք է տալիս այդ թրքացումը, այսինքն առուծը իր այդ փարթամ մազերը խուզել է եւ գնում է ոչխարի հետ ոչխարություն անելու, սրան է կարժանի եւ փաստերը լրիվ բերում են նրան եւ Մայքլին երբ որ բրուտը պատասխանել էր, որ իրենք են գնում եւ Մայքլը զարմացել էր եւ փաստը մնում է փաստ, միայն մի քիչ ձգեցին, բրուտները ձգեցին ոչ թե մեզ համար, այլև իրենց մի քանի հարցեր ճշտելու համար, այդ հարցերից մեկը նա է, որ Եվրոմիությանը նաեւ ընդրության մեջ գցեն, որ ՆԱՏՕ-ն նաև ծվրվի եւ ռուսներն ու նաև թուրքերը նաև հարձակվեն Արևելյան Եվրոպայի վրա, այդ հարցի կապակցությամբ Հայաստանի տապալումը մի քիչ երկարում է։ Մենակ այդ է հարցը։ Եվ հիմա ինչ եք մտածում, որ դուք ճիշտ ճանապարհի վրա կանգնած ճիշտ ձևով գնում եք։ Սա էթնոս է, էթնիկ հող եք կորցնում։ Եթե այս տականքներին եք լսելու, ոչինչ էլ չեք ստանալու եւ նաեւ սրանց ծառաների մեջ նաեւ կան ինչ-որ մարդիկ, որոնք փողի համար իրենց մորն էլ կվաճառեն, բայց հասկանում են նաեւ ճշմարտությունը, որ այս տականքները տարել են, սրա մարդիկ մեղքը գցում են սրա վրա, սրա մարդիկ մեղքը գցում են սրանց վրա, սրա մարդիկ էլ մեղքը գցում են այս իրեքի վրա, բայց ոչ մեկը չի գցում այս տականքի վրա, քանի որ իրեքն էլ սրա լակոտներն են։ Եվ ոչ թե մայիսին, այլ ամենաուշը, ինչպես Արցախյան այդ միտինգներն էին տեղի ունենում, պետք է սկսել փետրվարից եւ մարտ ամսով, մարտը կռվի ամիս է, եւ մարտ ամսով վերջացնել սրանց։ Քանի զբաղվում են այլ հարցերով բրուտները, պետք է այս պահը օգտագործել եւ այս հարցը միշտ փակել, սրանց հարցը փակել, որ մնացածը հասկանան իրենց տեղը։ Եթե սա չի կատարվելու, սա արդեն ստորագրել է, որ Զանգեզուրը տալիս է։ Ինք իրենից ոչ ոք չի ներկայացնում, բայց արդեն Զանգեզուրը կտրել են։ Լևոնի ժամանակից մինչ օրս իրար հետ կռիվ էր, տարբեր կուսակցություններ եւ տարբեր մարդիկ, որ ինչ անեն, սա հետո նաեւ եւ սա մի ստորագրությամբ այս տականքի օգնությամբ արդեն սա տվեց։ Այսքանն էլ Ալիևը վերցրել է, ինչ է կանել է։ Մի քաղաքի չափ, նույնիսկ սա ում չափ ասեմ, ձեր իմացած քաղաքներից, Մոսկվայի մի ռայոնի չափ էլ չի, ոչ իր չափերով, ոչ իր բնակչությամբ, էդ էլ չկարողացաք պահեք, այլ ոչխարներ։ Նաև թուրքական դիվանագիտությունը մենք դիվանագիտություն չունենք եւ այլն։ Դուք ծախվածություն ունեք, իսկ բրուտից, այսինքն սցենարիստը ինչպես գրել է, ոնց մենք դիվանագիտություն չունենք։ Բրուտը սցենարը գրել է, որ Հայաստանը պետք է տա, սա էլ պետք է ընդունի։ Այստեղ այս երկու դերասաններից որը վատ խաղաց, ոչ մեկը։ Ուրեմն մենք դիվանագիտություն ունենք, թե չունենք, ունենք դիվանագիտություն։ Մեր կոմիկ ծաղրածու դերասանը լավ էլ խաղաց իր դերը։ Հիմա այստեղ սրանք են ավարտել, են ավարտել, սրանք սենց է։ Բրուտը ասում է դու պետք է սրա դերը խաղաս, սա էլ դրա դերը խաղում է։ Սրանց ասել է այս դերը պետք է խաղաք, սրանք էլ այս դերն են խաղում։ Այստեղ դիվանագիտություն չկա, աշխարհում ընդհանրապես դիվանագիտություն չի եղել եւ դիվանագիտություն այդ հասկացողությունը չկա, դա միայն բառ է։ Բոլորն էլ հրահանգներ կատարողներ են, եթե հրահանգ կատարող են, դիվանագիտություն չկա, դիվանագիտություն եղել է,
Միայն բրուտի առաջին 2000 տարվա ընթացքում, դրանից հետո դիվանագիտություն չկա։ Իսկ հայերի ժամանակ դիվանագիտություն չի եղել, միայն հայ աստվածները գնացել են այդ սատկող ցեղախմբերին փրկել, էս աճեսեք, էս կերեք, էս ձևով արեք, էսպես էս բույսը աճեցրեք, կանեփը աճեցրեք, սրանից շոր կկարեք եւ ավելի ամուր է եւ կպաշտպանի ձեզ, ոչխար էլ պահեք, ձեր նման ոչխարին կարող եք նաեւ բրդից շորեր գործել եւ բամբակագործություն եւ այլն։ Դա բոլորը հայ աստվածների կատարածն է։ Իսկ այսօր որ դիվանագիտություն, որ երկիրը Ռուսաստանն ունի դիվանագիտություն, Ռուսաստանը եթե ունենար դիվանագիտություն, Ռուսաստանը վերջի մի 200 տարվա ընթացքում 10-12 անգամ մենակ հեղափոխությունը բունտու եսիմին չի եղել։ Մենակ բրուտներում չի եղել որևէ մի բան վերջի մի 400-500 տարվա ընթացքում, մնացածի բոլոր երկրներում էլ եղել է։ Միշտ էլ սատկել են կամ սպանել են ղեկավարներին։ Սրանց մոտ չի եղել, սրանք ունեին դիվանագիտություն, Օսմանյան կայսրության 70%-ը կորցրեցին, այսօր մենակ հայկական իրական հողերի վրա են։ Կամ այսօր ինչ դիվանագիտություն ունեն։ Երբ որ բրուտը գրում է, ասում է տրամ, դու ես կասես, սրան ես կասես, սրան էլ ասում է դու գնա Եվրամիությունում ես հաճա։ Այստեղ որն է դիվանագիտությունը։ Երբ որ սցենարը տրված է, հիմա ասենք բոլոր դերասանները ամենալավ դիվանագետը Արնոլդ Շվարցենեգերն է, ամենալավ խաղական Թոմ Կրուզն է։ Աշխարհում դիվանագիտություն ոչ մի բան չկա, աշխարհում կա միայն բրուտի հրահանգներ կատարել։ Իսկ կատարողները այս սպորնիկներն են, մեր մոտ էլ այս սպորնիկները տվողներն են։ Եվ կարային նաև համայն հայությանը հավաքեին, ասեին ինչ գտնենք, ինչպես առնենք սրա առաջը, ոչ թե միլիարդներն առած նույնիսկ Արցախը չպաշտպանեցին։ Աշխարհն ասել էր տվեք, տղամարդ լինեիք այ պորնիկներ, 4-դ էլ կանգնեիք, ասեիք աշխարհն ասել է տվեք, մենք էլ ասենք այ պորնիկներ, ամեքը 5 միլիարդի չեք, 20 միլիարդի զենք ենք առնում եւ պաշտպանում ենք։ Տեսնեմ Արցախի վրա ով էր հարձակվելու։ Բրուտը հիմա էլ կթեքվեր, կասեր Պարսկաստանով են գնալու։ Եվ բրուտին էլ ուրիշ բան դեմ կտային, կասեին հայեր մի ուրիշ բան մտածեք, որն է ասել, որ հայ գիտնականն էլ գնացել է, բոլորին հետ են տվել։ Նույնիսկ Նիկոլի ժամանակ 111-ը ստից մի երկու բաներ էր տալի, Նիկոլը կամ թուրքերին է տալիս այդ առաջարկությունները կամ չի ընդունում։ Այսինքն Հայաստանում այս ընտրություններ չպետք է լինի, փետրվարին պետք է սկսել եւ մարտ ամսին վերջացնել սրանց կատարյալ սատկելով։ Այս պետքա կատարվի։ Իսկ հայ կանայք, իրական հայ կանայք պետք է դուրս գան իրենց երեխաներին, իրենց ամուսիններին, իրենց թոռներին, բոլորին հասկացնեն, որ ասեն մենք հայ ենք։ Հայ կինը ինչի պետք է տեսնի թուրք, թուրքը ինչի պետք է կարողանա մեր երկիրը գրավի եւ հայ կինը դառնա ստրուկ թուրքի մոտ։ Ոտքի պետք է կանգնի հայ կինը, դրա համար այսօր նյութը կոչվում է հայ կինը եւ հայ կինը պետք է ոտքի կանգնացնի իրական հայերին, այսքանը։